Պարոն Հակոբյան, թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Թուրքիա-Հայաստան սահմանին Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են ընթանում, որոնք գրեթե ավարտին են մոտենում, ինչ տեղեկություններ ունեք այս մասով, արդյոք աշխատանքներն ավարտվել են թե ոչ, մյուս հարցը Թրիփուղու աշխատանքներում ներգրաված է արդեն ՊԵԿ-ը, Front Office-ում գործունեություն ծավալող մասնավոր ընկերության ընտրությամբ արդյոք ՊԵԿ-ն է զբաղվելու, թե հայ-ամերիկյան ընկերությունը, եւ եթե ՊԵԿ-ն է զբաղվելու, ինչ կարգով է կազմակերպվելու մրցույթը, ինչ պարամետրեր են լինելու, ի վերջո հայ մաքսավորները ադրբեջանցիներին ֆիզիկապես ստուգելու գործառույթներ ունենալու են անհրաժեշտության դեպքում, եւ եւս մեկ հարց գործընկերս է փոխանցել, որ այս հարցով է զբաղվում, Նարինե Ղալեչյան, բեռնատարների վարորդները դժգոհում են ահնատ լոգիստներից, բողոքով անգամ վարչապետին են դիմել ու կառավարության մոտ ակցիա արել, ասում են մի քանի օրով բացվող լոգիստները աշխատում են երրորդ երկրներից եկող վարորդների հետ մեծ կանխիկ շրջանառությամբ, մինչդեռ իրենք ավելի շատ հարկ են վճարում եւ դուրս են մնում շուկայից, վարորդների բողոքի հետքերով գնալու է ՊԵԿ-ը արդյոք, որ պարզի ինչ է կատարվում իրականում։ Շնորհակալ։ Շատ լավ, նախ տրիպի հետ կապված կարծում եմ, այս առաջինը դուք Մարգարեի հետ կապված հարց տվեցիք, այստեղ նշեմ պարբերաբար այցեր են լինում եւ դրա մասին մենք բաց իրազեկում ենք հանրությանը, դրա նպատակը նա է, որ մենք ցանկացած պահի ամբողջությամբ պատրաստ լինենք գործարկելու այդ կետը եւ ես նշեմ, որ այդ ենթակառուցվածքը դեռ նախանցած տարի ըստ էության պատրաստվել է, մենք ամբողջությամբ վերազինված պատրաստ կետ ունենք եւ ունենք նաեւ ըստ անհրաժեշտության աշխատակիցների խումբ, ովքեր երբ որ լինի որոշում, որ պետք է այդ սահմանը բացվի, մենք այդ ծառայությունը մատուցենք եւ ես ուզում եմ վստահեցնեմ, որ այդ կետը ամբողջությամբ պատրաստ է, իհարկե ապագայի տեսանկյունից շատ կարեւոր կլինի ժամանակի ընթացքում հասկանալ, թե ինչ հոսքերի սպասարկման մասին է խոսք գնում այդ կետով եւ դրա շրջանակներում մենք արդեն կմտածենք կարիք կա, վերազինենք, մեծացնենք կամ այլ մոտեցումներ ցուցաբերենք այդտեղ։ Տրիպի հետ կապված իհարկե, եթե ես որոշակի շերտեր եմ բացում այսօրվա ասուլիսի ժամանակ, դա նշանակում է, որ մենք ակտիվ ներգրաված ենք ու չենք կարող ներգրաված չլինել, որովհետեւ ուղիղ կապ ունի մեր մաքսային ծառայության աշխատանքների հետ եւ այս տեսանկյունից դեռ հայտնի չէ ինչ որ դուք հարցնում եք, այսինքն ինչ կազմակերպություններ են լինելու, նույն այդ front office-ը ինչ կազմակերպություն է սպասարկելու, բայց այդ աշխատանքային խումբը, որ կա, որին մենք ակտիվ մասնակցում ենք, այդ հարցերի պատասխանների ժամանակի ընթացքում կունենա ու ոնց որ ես այսօր շատ բաց ու անկեղծ խոսեցի նրա մասին, ինչը որ այս բանին հստակ է եւ հրապարակման ենթակա է, այդ նույն տրամաբանությամբ մենք կշարունակենք ձեր հետ շփվել եւ կիսվել։ Մյուսը անձնական մեքենաների, սա վերջին դեպքեր են, թե ընդհանրապես եք ասում, եթե Վերջին դեպքերի մասն է խոսքը։ Ինձ կոնկրետ հստակ խնդիրը դեռ չի զեկուցվել, մենք առանձին բան կանենք, ուսումնասիրենք հարցը եւ եթե մեր միջամտության կարիքը կա ու մեր գործողությունների կարիքը կա, անպայման կանենք, խնդրեմ նաեւ դուք էլ եթե դետալներ կա փոխանցեք, իսկ ընդհանուր առմամբ մենք մեր բոլոր գործիքներով ուշադրենք նաեւ տրանսպորտային կազմակերպություններին, սահմանահատող եւ այդ տեսանկյունից մեր վարչահարությունը չի փոխվել եւ մենք ավելին ասեմ, օրինակ անցած 1 տարվա ընթացքում լիքը դրվագներ են գրանցվել, որ հենց նույն անհատ բեռնատարներով ապրանքներ տեղափոխվողներին համապատասխան տուգանքներ են առաջադրվել, նաեւ բացատրական աշխատանքներ են տարվել, թե իրենք ինչպես վարեն բիզնեսը, որպեսզի չխանգարեն եւ չխախտեն մրցակցության կանոնները ու դրա արդյունքում օրինակ ինչ որ ապրանքներ հայտնվեն, որոնք որ ճիշտ չի որ հայտնվեն եւ ցածր գնով վաճառվեն եւ դուրս մղեն որոշ ավելի չէ, ասեմ օրինապահ տնտեսվարողների։ Այսքան։ Ներողություն, առաջին հարցս Մարգարային չէր վերաբերում, այլ Ալիջանի անցակետին թուրքական կողմում աշխատանքներ են ընթանում, որոնք ասում են, որ ավարտին տեղեկություն չունեն։ Ըստեյության դիմացի կողմը։ Հա, թուրքական անցակետի մասին։ Մենք տեղեկացված ենք այնքանով, ինչքան դուք։ Այսինքն հանրային ինչքան տեղեկատվություն կա, այդքանով ենք տեղեկացված, ըստ էության կան ակտիվություններ, աշխատանքներ այդ ուղղությամբ եւ երբ որ մեր գործընկերները
արտաքին քաղաքականություն վարող մեր ազդակներ կտան եւ նման հանձնարարական կունենանք, ես ընդհանրապես նշեցի, որ մեր մասով պատրաստ ենք այդ ծառայությունը ամբողջությամբ մատուցել։ Եվ եթե հնարավոր է վերջին հարցը նորից բեռնափոխադրողներին է վերաբերում, բեռնափոխադրողները հարց են բարձրացնում, ինչու երրորդ երկրներից Հայաստան մտնող բեռնափոխադրողների հարկային բեռը չի բարձրացվում, ինչպես դա արվում է հայ բեռնափոխադրողների դեպքում, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում կամ Վրաստանում։ Ասած, եթե խոսում եք ճանապարհային հարկի կամ ժամկետային սահմանափակումների մասին, դա պետական եկամուտների կոմիտեի տիրույթի հարց չէ, եւ եթե չեմ սխալվում, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության կարող եք դիմել այդ հարցով։ Շնորհակալություն։